Դե լավ, եկեք անկեղծ լինենք։ Երբ որ թուրք-ադրբեջանական ինչ-որ երգ ես լսում, ինչ-որ մարդիկ են հայտնվում ցածր ինտելեկտով, որոնք ցավոք սրտի մեր ազգի մեջ գերակշիռ մաս են կազմում, սկսում են քեզ քննադատել, բայց ինչ ես լսում, թուրքական երգեր ես լսում եւ այլն, ադրբեջանական մոտիվներով երգեր ես լսում, բայց չեն մտածում, որ նույն երգերը մեր հայ երգիչներն են երգում, բառերը փոխած, բայց նույն մեղեդիով, նույն կլկլոցներով։ Բա դրան ինչ կասեք։ Գիտակից մարդու համար պարզ է, չէ, որ ազգը այլ հասկացողություն է, անհատը լրիվ այլ հասկացողություն է։ Եթե տվյալ անձնավորությունը դրսևորում է դեպի ինձ հարգալից, սրտացավ, մարդկային վերաբերմունք, որը որ չեմ տենում իմ հայրենակցի կողմից, ես խի պտի էտի անտեսեմ մենակ նրա համար, որ ինքը ազգությամբ թուրք է։ Թշնամի եղել են կուկանք, հա, բայց մարդու մեջ մարդ տեսնելը, արվեստի մեջ շունչ տեսնելը, դա նշանակում է, որ մարդ ապրում է ոչ թե կույր ատելությամբ, այլ խելքով։ Ու չմոռանանք նաև, որ մեր ազգի մեջ թուրքացած հայերը ավելի շատ են ու ավելի վտանգավոր, քան հենց իրենք թուրքերը։ Հա մեկը հենց դու այս սուտի պատրիոտ, որ օրը 5 անգամ թուրքական կլկլոցներով, բայց հայկական բառերով երգեր ես լսում։ Տնեցիկդ էլ թուրք դերասաններին կոշիկի ռազմերներով անգամ գիտեն։ Ու այսքանից հետո սուտի հայրենասերի դրոշը վերցնում ես, մտնում ես սոցհարթակներ ու քեզ ցուցադրում ես, ներկայացնում ես, թե դու հայրենասեր ես։ Դու ինչ գիտես հայրենիք ասվածի մասին, որ մի հատ էլ խոսում ես հայրենասիրությունից։ Քո հայրենիք ու քո նմանների հայրենիք սիրելը խնջույքի սեղանների կողքը բաժակ բարձացնելն է ու քո մտածելակերպի տեր մարդկանց հետ հաց կիսելն է, բայց նույն թուրքական կլկլոցներով երգերի տակ տաշի գոռալը։ Դե ժողովուրդ ջան, ովքեր որ համաձայն են իմ ասածների հետ, թող այս տեսանյութի մեկնաբանությունների բաժնում թողնեն իրենց կարծիքը ու չմոռանաք լայքել այս տեսանյութը։ Շնորհակալ եմ։